որպեսզի արդար դատավարություն, օբյեկտիվ, լինեն օբյեկտիվ դատավարության մեջ, մենք չենք ասում, հենց այս պահին ազատ արձակել, ոչ, մենք պահանջում ենք արդար դատավարություն, ԱՄՆ դեսպանությունից, Միացյալ Նահանգներից, մեր նպատակը այսօր սա է շրջանված, կան վաղը կան լսումներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների, մենք բոլորս և մենք շատ ենք, ոչ միայն այսքան հավաքվածները, ռայոններից, գյուղերից և բոլոր տեղերից, մենք շատ ենք հավատացել, Վարդան Ղուկասյանի աջակիցները շատ են, և այդ պատճառով Վարդան Ղուկասյանին, տեսնելով Գելափի ցուցանիշները, նախ Վարդան Ղուկասյանը առաջին տեղում է, ոչ թե երրորդ, տեսնելով դա էլ ստեցին, դա էլ եկեցին, տեղադրեցին, իրանց ուզած թվերը, ոչ այդպես չէ։ Այս ամենը 2023 թվականից մշակված է, որպեսզի խաղաղության պայմանագիրը, որ հիմա պատրաստել են հողեր, որ պետք է տան, մուրում են, խնդրում են Բաքվին, որպեսզի ստորագրեն, նայ 10 օր է առանց արձագանք է մնացել, պարոն Փաշինյանը, անգամ չեն էլ արձագանքում, հողերը պատրաստած սպասում են, որ ճիշտ ժամանակին և այս ամեն ինչ այս զսպողակը, այս ամեն ինչի Վարդան Ղուկասյանը, դրա համար այս սցենարը գծված է։